Հայ-ադրբեջանական խաղաղության բանակցություններից վարչապետ Նիկոլ Փաշինյանը ինչ է պատմել թիմակիցներին։ ՔՊԱ-ական պատգամավոր Հասմիկ Հակոբյանը այսօր հրաժարվեց խորհրդարանում տեղի ունեցած փակ հանդիպումից մանրամասներ հայտնել։ Այն հաղորդագրությունը, որը այժմ կա, դրանից ավել կարծում նպատակահարմար չէ ինֆորմացիա տրամադրել։ Նիկոլ Փաշինյանը կառավարության անդամների եւ քաղաքացիական պայմանագրի պատգամավորների հետ քննարկումը նախաձեռնեց Ադրբեջանի հետ բանակցվող փաստաթղթի 12-րդ խմբագրումը ստանալուց հետո։ Շուրջ 3.5 ամսվա լռությունը ադրբեջանական կողմը խախտեց մոտ 2 շաբաթ առաջ, պատասխանելով Երևանի առաջարկներին։ Միջազգային ատյաններից հայցերը հետ քաշելու եւ սահմանին երրորդ երկրների ուժեր չտեղակայելու կետերը սակայն մնում են չհամաձայնեցված։ Հայ պաշտոնյաները մտադիր են սեղմ ժամկետում պատասխանել Բաքվին։ Իշխանությունը կվերանայի այս կետերի վերաբերյալ դիրքորոշումը։ Արտաքին հարաբերությունների իշխանական անդամը ասում է. Եթե ամբողջությամբ նույնը պետք է մնա, տրամաբանական է, որ պատասխանով հանդես գալը դառնում է անիմաստ։ Միջազգային ատյաններից հայցերի հետ քաշմանը հայկական կողմը դեմ չէ։ Այսօր էլ Հասմիկ Հակոբյանը շեշտեց. կարևոր է, որ իրավական վեճերը դադարեցնելուց հետո նույն հարցերը կողմերը չդարձնեն էսկալացիայի աղբյուր եւ առանձին անհատներ հնարավորություն ունենան հետապնդել իրենց հայցերը։ Սա այն լուծումն է, որ Երևանն առաջարկել է, իսկ Բաքուն մերժել։ Կա արդյոք պահանջ դա անել մինչև պայմանագրի ստորագրումը եւ հայկական կողմը պատրաստ է նման սցենարի։ Սա զուգահեռաբար իրականացվող գործընթաց է եւ ցանկացած դեպքում, եթե ունենանք որևէ հարցի շուրջ համաձայնություն, բնականաբար դա այսօր չենք իրականացնի, քանի որ խաղաղության պայմանագիրը պետք է շատ շոշափելի լինի եւ տեսանելի լինի, որ ինչ-որ գործողություններ իրականացվեն։ Հայաստանն ըստ իշխանական պատգամավորի պատրաստ է ճկունություն դրսևորել նաեւ չհամաձայնեցված մյուս սահմանին երրորդ երկրների ուժեր չտեղակայելու կետի շուրջ։ Թե այդ ճկունությունը ինչպես կդրսևորվի, Հակոբյանը չմանրամասնեց։ Այստեղ հայկական կողմը առաջարկել էր դիտորդներին հանել միայն սահմանազատված հատվածներից, իսկ ամբողջական սահմանազատումից հետո նրանց առհասարակ դուրս բերել։ Սա Երևանի համար սկզբունքային մնում է։ Այժմ ունենք հողի վրա դիտորդներ եւ դիտորդները ունեն ժամկետներ։ Առաջիկայում բանակցությունները ինչքան կտևեն, ինչ եզրահանգման կգանք, ինչ որոշում կունենանք, դա լուծելու ինչ ժամկետներ կունենանք, այս առումով ճկունություն պետք է դրսևորել։ Խաղաղության պայմանագրի ստորագրման մշուշոտ հեռանկարի պայմաններում Բաքուն այժմ էլ հաշտեցման համար նոր առաջարկ է անում համագործակցել Ադրբեջանում ընթացող հայ գերիների դատավարության հարցով եւ այդ երկրին հանձնել մեջբերեմ ռազմական հանցագործությունների համար մեղադրվողներին։ Ընդդիմադիր Հայաստան խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, ում անունը եւս Բաքուն այդ ցանկում շրջանառում է, հայկական կողմի լռությունը կասկածելի է համարում։ Եթե Հայաստանի Հանրապետության իշխանությունները գնան նման քայլերի, ապա եւս մեկ անգամ իրենք կապացուցեն, որ իրենք ունեն կուլիսային պայմանավորվածություններ եւ այդ ամեն ինչը նրանից է, որ իրենք պարտադրանքի ճնշման ներքո են Ադրբեջանի, իրենց թվում է թե լռելով իրենք այսպես հասնելու են նրան, որ Ադրբեջանը ստորագրի այն փոքր կեղծ փաստաթուղթը, որը իրենք կարող են նաև օգտագործել մեր քաղաքական կյանքում։ Իշխանական պատգամավոր Հասմիկ Հակոբյանը այսօր պնդեց նման պահանջ բանակցություններում Բաքուն չի ներկայացրել։ Իսկ ինչու հայկական կողմը չի պատասխանում հրապարակային հնչեցվող այդ պահանջին։ Իշխանական պատգամավորը կրկնեց բանակցությունների ձևաչափում նման քննարկում չկա։